Եվրոմեդիայի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում զրուցելու են Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր տաղավարում ընկալվելու համար։ Եվ միանգամից Պարոն Պողոսյան, միանգամից սկսենք ձեր վերջին այսպես հայտարարություններից, պարբերաբար վերջին շրջանում ձեր հարցազրույցներում, սոցիալական էջերում ուշագրավ, ինչու՞ չէ աղմկահարույց մանրամասներ եք հայտնում Թալինի համայնքապետ Պրոֆեսոր Նիկոլ Փաշինյանի այս եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկներից է, հա, նրա ազգականների հետ կապված, հա, ընտանիքի հետ կապված մանրամասներ, ուզում եի մի փոքր ավելի մանրամասնել, որ շրջանին է վերաբերվում, ի վերջո ինչ է կատարվել, ինչ արձագանք է ունեցել։ Շնորհակալություն, տեսեք, խոսքը վերաբերվում է 1990 թվականին տեղի ունեցած շատ աղմկահարույց դեպքին, որի մասին երևի թե Հայաստանում միջին սերնդի մարդկանց եւ մի քիչ ավել ավագ սերնդի մարդկանց գրեթե 90%-ն է տեղյակ, որի մասին չգիտես ինչու մոռացվել է, չէր խոսում եւ այս վերջին շրջանում բազմաթիվ թալինցիներ, նաեւ հենց իր հարազատ գյուղից բազմաթիվ աշնակցիներ անընդհատ կապ են հաստատում եւ այդ ընտանիքի վերաբերյալ անընդհատ պատմում նրանց կողմից այսպես կատարված քաջագործությունների մասին։ Ինչի ես հենց կենտրոնացա այդ դեպքին եւ փորձեցի ավելի շատ իմանալ այդ դեպքի մասին, որովհետեւ ինքս երեխա եմ եղել 10 տարեկան, երբ որ այդ դեպքը տեղի էր ունեցել, այն ժամանակ մենք նաեւ աշնակ գյուղի հետ բավականին այսպես ամուր էինք կապնված, գիտեցել իմացել էինք դեպքի մասին, բայց անկեղծ չգիտեի, ես ինքս չգիտեի ում մասին էր խոսքը եւ այս ընթացքը երբ որ իմացա, բնականաբար ինքը շատ ավելի մեծ ցավ պատճառեց, որովհետեւ դեպքը ուղղակի սպանության մասին չի խոսքը, այստեղ կա մարդկային, բարոյական շատ ավելի այսպես բարձր արժեքների ոտնահարում, որը իմ համար թեկուզ 36 տարի անց մեծ ցավ է պատճառում։ Խոսքը Արցախյան ազատամարտի մասին է եւ Հայաստանի նոր անկախության, դեռևս չանկախացած, բայց անկախության գործընթացում մեջ գտնվող երկրի մասին է։ Տեսեք, ես սիրով նաև ձեր եւ ձեր հեռուստադիտողի հետ կկիսվեմ իմ ունեցած տեղեկություններով, այսինքն ինձ ինչ որ փոխանցել են, ես սիրով կփոխանցեմ նաև ձեր հեռուստադիտողներին, որովհետեւ հենց թալինցիների նաև խնդրանքն է սա, որովհետեւ թեկուզ 36 տարի հետո, թեկուզ 40 տարի հետո միևնույն է տեղի ունենա արտարադատություն։ Ներեցեք հստակեցնենք, դիմել են ձեզ, հա, պահանջով որ հանրայնացնեն։ Այո։ Մասնավորապես ինչ է տեղի ունեցել։ Սոս անունով ազատամարտիկ, ինչքան իմացա Արդաշատի շրջանում բնակվող 90 թվականին, երբ որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր շրջանն էր, չկար զենք, չկար կանոնավոր բանակ եւ կային միայն հայրենասեր նվիրյալներ, ինքը ժամանակ Ջավախքի հատվածից զենք է բերել սեփական Ժիգուլիով։ Շիրայգի մարզի բոլոր այսպես տարածքների ոստիկանները այն ժամանակ շրջաններով էր, որևէ մեկը որևէ կերպ չի խոչընդոտել։ Չնայած այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գալստյան Լյովայի կողմից եղել է հստակ հրահանգ, որպեսզի թույլ չտան Հայաստանից ոչ մի տեսակի զենք հասնի Արցախ։ Այդ ժամանակ ինքը շատ բարեհաջող կերպով անցնում է այն ժամանակվա Ղուգասյանի շրջանը, ներկայիս Աշոտսկ, հետագայում արդեն Գյումրի քաղաքով, Մարալիկով, Մարալիկի կայիպետը հրաժարվում է որևէ կերպ միջամտել եւ այդ ժամանակ Մարալիկի կայիշնիկներից, այսպես ասած, ինչպես որ ինձ փոխանցել են, Տուզիկ Մագանունով, Սաշանով ինչ-որ կայիշնիկ եղել է, որը իմանալով այդ մասին ինքը շատ առաջ է ընկել մեքենայից, եկել հասել է մինչև Տավրոսի հորը, ում գյուղացիները նաև թուրք-էդո են կնկել Մագանունի այդ դեպքերից հետո, հասել է Էդոյին եւ Էդոյի հետ որոշել են դիմավորել եւ ինչ-որ կերպ խափանել, թույլ չտալ, որպեսզի զենքը հասնի Արցախ։ Բայց նպատակը միտումը ո՞րն է։ Հրահանգը եղել է, ինչպես նշեցի, ներքին գործերի սովետական Հայաստանի ներքին գործերի մինիստրը Լևոն Գալստյանից։ Հիմա նպատակը ինչ է, պարզ էր, Հայաստանում ճիշտ է մենք 90-ականներին Արցախյան ազատամարտ հաղթեցինք փառավոր ձևով, բայց միշտ չէ որ Հայաստանում
նորմալ հայեր են բնակվել, տագանքը միշտ եղել է, դեռևս Նժդեն է այդ մասին շատ լավ խոսում, եւ այդ տագանքը միշտ է եղել եւ ցավոք սերդի վերջին տարիներին գլուխ բարձրացրեց, ինչեւէ հասնելով Աշնակ գյուղից մի քիչ վերև, միջև հիմա այդ տարածքը կա, այնտեղ մի հատ օբյեկտ կա, որը կոչվում է Հոպոյի մոտ, այդ Հոպոյի մոտ տարածքում մեքենան կանգնացնում են։ Ու այսօր ճանապարհին ինձ նորից նոր մանրամասներ փոխանցեցին, ասում է սոսը անձամբ ճանաչել է Էդոյին, ինչ որ առիթով իրենք միասին հաց են կիսել, ասում է դրա համար կանգնել, որ հնարավոր է, բացարձակապես, ասում է դրա համար է կանգնել, գիտենալով որ ծանոթ են, հաց են կիսել միասին։ Եվ մեքենան կանգնեցնելուց հետո մեքենայից իջնում են, նորմալ բարևում, հասնում են ինչ է ստանում, զենք, իրենք է ցույց են տալիս, որ իրենք էլ են դրանից շատ ոգևորված, եւ այդ Տուզիկ Մագանունով մարալիքցի կայիշնիկը երբ որ նրան խոսեցնում է, հետևից մոտ կես մետր հեռավորության վրա, ինչպես պատմում են ականատեսներն ու լավ իմացող մարդիկ, հենց Էդոն թիկունքից կրակում է։ Հենց ինքը անձամբ թե գործողությունն է։ Անձամբ ինքը Էդոն, Տավրոսի հայրը, ըստ բոլոր, այսպես ասած, թալինցիների ոնց է եղել, որ պատասխանատվություն դրա համար ուրեմն տեսեք, դրանից հետո ոստիկանությունը այնքան է վախեցած եղել, որ միջև Վանո Սիրադեղյանի նախարար նշանակվել է, որևէ մեկը ոստիկանական համազգեստ համակարգում չի հակել, բոլորը հրաժարվել է, մի մասը մոտ 80%-ը վախից են, մնացածն էլ ամոթից։ Հետագայում նոր Վանո Սիրադեղյանն է կարողանում համակարգի մեջ այդ վախի ու ամոթի մթնոլորտը կոտրել։ Ազատամարտիկները այդ ժամանակ գալիս են կամազներով, որպեսզի մտնեն Աշնակ։ Եվ կտրամադրված, որ ամբողջ ընտանիքին, ամբողջ ցեղին պետք է կտրեն, ինչպես իրենք են ասում։ Աշնագի Սասունցիներ ճոկատը այսպես դուրս է գալիս, որի մեջ է լինում նաև էլի աշնակցիների բնորոշմամբ ասֆալտի ֆիդային Քորմագոն Մուգուչը Զաքարյանի հորեղբայրը, այսինքն Էդոյի փոքր եղբայրը։ Եվ այստեղ խնդրում են, որ գյուղ չմտնեն եւ գյուղում արնայողություն չանեն։ Ու այդ ժամանակ այդ պարտականությունը Էդոյին խփելու իր վրա է վերցնում Մուգուչը։ Եղբայրը, ով երդվում է, որ ինքը անձամբ իր եղբայրը պետք է զարնի, ինչպես իրենք են ասում։ Հետո իրենք արդեն ազատամարտիկները շարժվում են Մարալիքի ճանապարհի վրա, հիմա Ամրոցանով մի տարածք կա, որտեղ նախկինում եղել է հենց այդ Տուզիկ Սաշայի օբյեկտը։ Այդ օբյեկտը պայթեցնում են։ Սաշան փախնում է, նույն ձևի Էդոն է փախնում, շատ երկար ժամանակ ինքը չի լինում։ Ոչ մի տեղ, նույնիսկ ինձ ասեցին տղարիներ շարունակ ինքը որևէ տեղ չի երևում։ Բայց ընտանիքը շարունակում է։ Ընտանիքը շարունակում է, հա, դե բնականաբար ազատամարտիկները իրանք այդքան բարոյականություն ունեին, էլի, որ ինչ որ պայի երբ որ սարեին, արդեն չմտածեին ընտանիքին վնասելու մասին։ Հետագայում ես հիմա այս բանը չեմ ուզում բացահայտել, բայց նաև այսօր ընդդիմադիր դաշնում եղած որոշակի գործիչներ իրենք էլ են աջակցում, որպեսզի Էդոնը դա ամեն ինչից դուրս գա։ Ես այ հույս ունեմ, որ այդ նույն գործիչները հիմա այս եթերը տեսնելով իրենք կմտածեն, եկեք այս պային անուններ չեմ տա, բայց անուններ շրջանակներ չեմ տա, բայց ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս գործը միջև վերջ հասնի, որովհետև սպանությունը առավել եւս դավադիր սպանությունը, հայասպանությունը ինքը չունի վաղեմության ժամկետներ եւ այս հարցը այնքան պետք է առաջ տանենք մինչեւ արժանի Պատիժը ստանան բազմակերպիչները։ Պապոսյան, գիտեք ինչն է հետաքրքիր, նախ ոնց է ստացվել, որ այսքան տարիներ շարունակ, գուցե շատ քննարկվել է գյուղում շրջանում մարդկանց, բայց այդպես հանրային կերպով այս հարցը չի բարձրացվել ու ի վերջո ոնց է ստացվել, որ այդպես պատասխանատվություն կրող չի եղել սպանությանը։ Դե ինչպես նշեցինք 90 թվականը դա այն ժամանակահատվածն էր, որ այլևս գոյություն չուներ սովետական Հայաստանը եւ փոխարենը դեռևս չէր ձևավորվել նորանկախ Հայաստանը եւ այդ ժամանակահատվածը իրենք կարողացել են երևի թե լավ օգտագործել եւ ինչպես նշեցի տարբեր գործիչներ նպաստել են, այդ թվում նաեւ այստեղ ես չեմ ուզում առհասարակ հանգուցյալների հետևից ինչ-որ բան խոսել, բայց նաեւ կապում են որոշ բաներ Վազգեն Սարգսյանի հետ, որովհետեւ
ինչպես նշեցինք, Մուկուճը եղել է այսպես ասած ֆիդային, չնայած էլի ըստ գյուղացիների ինքը երբեք խնձորեսկից առաջ չի գնացել, նույնիսկ շատ հետաքրքիր բան եմ պատմում, երբ իրեն անդադ ասել են, թե բա ինչի չեք մտնում փոյ, ասել է դե նիվա չունենք, երբ որ նիվա ունեցանք, նոր կմտնենք Արցախ։ Նույնիսկ պատմում են, որ այդ ժամանակ իրենք դաժան ծեզի են ենթարկել Սանեպիդի բժիշկին Թալինի շրջանի, որից երից խլել են նիվան եւ ընդամենը 1 գիշեր են հասցրել լինել Խոջալույում, նույնիսկ մի քիչ զավես չտե իհարկե, բայց մարդկային տեսակն է բնորոշում, ասում է գիշերը հասել են այնտեղ, միսը պաստուրմա են դրել, որ հաջորդ առավոտ խորոված անեն, առավոտյան կռատները սկսել են կրակել, թողը փախել են ու անընդհատ պատմել են, թե այդ միսը ափսոս էր, ոնց չհասցրինք ուտեինք, այսինքն այդ տեսակի մասին է, էլի, որ այս ամեն ինչը ժողովուրդը պատմում է։ Պատմում են նաև, որ դա իրենց մեջ ազգային է եղել, իրենց մորական կողմից կարծեմ պաբերից մեկը Մկո անունով, որը 37 թվականին եղել է լավ տանոջիկ եւ հետագայում երբ որ մահացել է, գյուղացիները իրենց բնական կարիքներն են հենց հաջորդ օրը, հաջորդ գիշերը հոգացել այդ շիրիմի վրա։ Ինչևէ, սրանք շատ ծանր բաներ են, բայց միևնույն ժամանակ ես իհարկե կուզենամ, որ խոսենք, որովհետև ժողովուրդը պարտավոր է այս ամեն ինչի մասին իմանալ։ Այ հասկանալ, թե ով է կանգնած Փաշինյան Նիկոլ անունով անձի կողքին եւ ովքեր են, որ այսօր փորձում են թիրախավորել եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ պաշտպանեք իրավաբան, ես մի քիչ ավելի այսպես իրավական առումով եմ ուզում ասել, առհասարակ պաշտոնյան համայնքապետը, հա, ինչ լիազորություններ ունի խոչընդոտելու պատարակը կամ քահանային թույլ տալ չտալ, ինքը այդ արարողությունը իրականաբար ոչ մի լիազորություն չունի եւ ոչ միայն ինքը չունի, այլ առհասարակ որևէ մեկը չունի, որովհետեւ Փաշինյանը, որ ասում է կաթողիկոսի որոշումը Գևորգ Սրբազանի մասով, հա, պաշտոնյան կարված, ասում է առ ոչինչ է։ Սրանք որտեղ են հատվում այդ իրենց լիազորությունների հենց այդ Պայից սկսած, երբ որ իրենք ներխուժում են եկեղեցիներ, հենց այն պայից սկսած, երբ որ իրենք փորձում են հայ առաքելական եկեղեցին մասնատնել։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին եւ վեհապարը իրենք սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ ունեն։ Այսինքն յուրաքանչյուր անգամ, երբ որ սրանք մտնում են եկեղեցի, իրենք առաջին հերթին օրենսդրական առումով հենց սահմանադրությունն են ոտնած տալիս։ Այսինքն, այստեղ բացարձակապես, եթե մենք փորձենք ինչ-որ օրենսդրական հիմնավորումներ գտնել, չկա։ Եվ առհասարակ վերջին 8 տարում Հայաստանում ոչ մի բան օրենքի շրջանակներում չի արվել։ 2018 թվականից, երբ որ Նիկոլ Փաշինյանը մայիս ամսին դարձել է կառավարության ղեկավար, ինքը օրենքով չի տարել։ Բացարձակապես իր վարչապետ դառնալը օրենքի հետ կապ չունեցել։ Կամ 19 թվականին դատարանների դռներ փակելը, կրկին սահմանադրության, այսպես ամենավերջին ոտնատակ անելն էր։ Եվ առհասարակ դրանից հետո այ հայկական հողերը հանձնելը, ինքը սահմանադրության խախտում է եւ մենք ինչ կանել հիմա փորձենք, ես առիթներ շատ եմ ունեցել ասելու, վաղը մյուսով որ տա Աստված մենք հասնենք հաջողության եւ հեռացնենք սրանց բոլորին, Նիկոլ Փաշինյանը Գինեսի կերկում կհայտնվի որպես ամենաշատ քերիական հանցանքներ իրականացրած անձ։ Իր ցամբապատիժը, եթե տարիներով հաշվեն, ինձ թվում է մի 1000 տարուց ավել իրեն այսպես ասած պատիժ են սահմանելու, որովհետև ինքը յուրաքանչյուր վայրկյան խախտել է։ Հիմա տեսեք նույն դեպքում, սա այն ամենապարզ օրինակով է, եթե նայենք, սա ինքնիրավչություն է։ Երբ կարկալույս քահանան մտնում է եկեղեցի պատարակ է մատուցում, սա արդեն ոչ միայն իրավական, այլև եկեղեցու կանոնագրքի կանոնների խախտում է։ Տեսեք, ես հասկանում եմ, այ եկեղեցու կանոնագրքի խախտում է, եկեղեցու նկատմամբ սա սրբապղծություն է, բայց երբ որ դուք այդ իրավական դաշտում եք ուզում նայել, դա նույնն է, որ ես գնամ հիմա եկեղեցու ինչ-որ զույգերի պսակեմ, ես կարող եմ դա անել, ես ունեմ այդ իրավունքը, այ երեկ ինձ նորից ահազանգել էին, որ Տալինի հատվածի Տավտաշեն բնակավայրում հյուղարկավորություն են իրականացրել 2 կարկալույց քահանաներով։ Ովքեր են եղել։ Տարոն եւ Թադեն, առաջի օրը Թադեն է եղել, երկրորդ օրը հյուղարկավորությունը արել է Տարոնը եւ ասում են, որ այդ ընտանիքը նաեւ ստիպված ոչ տեղյակ են եղել, ստիպված են եղել, որովհետեւ այդ ընտանիքի կինը աշխատում է Թալինի համայնքապետարանում որպես ֆինպաժնի պետ։ Այսինքն իրենք ստիպված իրենց հանգուցյալին ոչ քրիստոնեական կարգով
Այսինքն ձևական մաս պայելով, գուցե հաջողանալու համար, գուցե վախենալու համար, որովհետև ասում են այդ մարդկանց տագել ինչ-որ քրեական գործեր շատ կա, կեղծ հաշվապահություն եւ այլն, ես հիմա չեմ ուզում դրա մեջ խորանալ, ինձ առանձնապես հետաքրքիր չէ, ինչպես նշեցի, ես այս ամեն ինչը բարձրաձայնում եմ, որովհետեւ ժողովուրդը տեսնի, թե ովքեր են Փաշինյանի հագա եկեղեցականները։ Այ վերադառնալով Սահակյան ընտանիքին, ես իրենց մի հորեղբորը շատ լավ ճանաչում եմ։ Ժորային, ում հետ ես հանդիպել եմ 2020 թվականի պատերազմի օրերին։ Ցորի զորամասում մենք զենք էինք ստանում, ինքը եկավ այնպեսի մի սադրանք իրականացրեց, որ այդ սադրանքի արդյունքում մարդիկ սկսեցին զենքը արդեն այսպես լիցքավորել իրար վրա պայել։ Իսկ ինչ ասեցին սադրանք։ Ես հիմա մանրամասներն չեմ ուզում խորանալ, որովհետև ոչ ետերային իրավիճակ կստեղծվի եւ այնտեղ իրան իմ ընկեր Գևորգն է փրկել։ Որ իրեն այդտեղ զուտ նրա համար որ այդտեղ այրուն չթափվեր։ Այնքը այդ տեսակն են կամ վիդեոները կա հադրուտում, երբ որ ինքը, չգիտեմ, Արտուր Աղաբեկյանի դեմ է սկսում սադրանքներ իրականացնել ու նաև այ հադրուտում եղած շատ շատերից ես լսել եմ, որ ինքը հադրուտում միայն սադրանքներով եւ խոճապ տարածելով է զբաղված եղել։ Հոկտեմբերի 12-ին արդեն հադրուտը, այսպես ասած, Փարքով հանձնելուց հետո վերադարձել է Հայաստան ու ձեռնամուխ եղել նոյեմբերի 9-ի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հուզումների ժամանակ սադրանքներ իրականացնել։ Տեսանյութերը կա։ Այսինքն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այդ սադրանքները իօկուտ Նիկոլ Փաշինյանի էին։ Այդ սադրանքների իմաստը այն է, որ ժողովրդի կարգ, այո, տեսեք, հապա, տեղի է ունենում, սովորաբար ոնց է տեղի է ունենում ժողովրդական հուզում Եվ այնտեղ սովորաբար իշխանությունները ներդում են սադրիչներ, որովհետեւ այդ սադրիչները կարողանան իրավիճակը լարել եւ այդ այսպես ասած օրենքի շրջանագում, նաեւ օրինականության շրջանագում պայքարող մարդկանց հանեն օրենականության դաշտից եւ տանեն դարձնեն քրեական հանցագործներ։ Այ ինքը այդ ժամանակ էլի զբաղված է եղել Նիկոլին ծառայություններ մատուցելով սադրանքներ ընտարգելով։ Կամ նույն թալենտիները ինչ ճանապարհին խնդրեցին, որ ես եւս մեկ հարց բարձրաձայնեմ։ Ասում է հարուստ թալենտիների սրսից փող են հավաքել 3 հատ սպիտակ նիվա են գնել, որպեսզի ուղարկեն Արցախ, բայց ասում է միջև հիմա այդ մեքենաները գտնվում է մեկը իր հոր մոտ, մեկը Ժորայի, մյուսը Մուգուջի մոտ, այսինքն 3 եղբայրով։ Սա թալենտիներն են։ Թալենտիներն են ասում, այո։ Սա դե թող կնա Նիկոլ Փաշինյանը օրինականությունից է խոսում։ Դե թող կնա մի հատ հասկանա, էլի այդ մարդիկ այդ նիվաները 2020 թվականին ոնց են ձեռք բերել։ Կամ շատ բան կա խորանալու։ Տեսեք, ես ուզում եմ զուգահեռ անցկացնել, իհարկե ես չեմ հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի համակիրը կամ պաշտպանը, բայց օրինակ ես վերջերս աղմկահարում եմ, որ դիմել ենք Վրաստանի կառավարությանը, որովհետեւ Պողոս Պողոսյանին արդաշիրումն իրականացնեն եւ հասկանան թե Պողոս Պողոսյանը ինչ հանգամանքներում է զոհվել եւ հատպարզ է, չէ՞ որ սա ուղղելու են երկրորդ նախագահի դեմ։ Հարց չկա, օրենսդրությունը այսպես ձեր նախատեսված լիազորություններով ուզում եք արտարադատություն վերականգնել, արեք։ Արտարադատության ոչ ոք դեմ չէ։ Դե բան մի հատ գնացեք այդ ազատամարտիկ սոսի մահվան հանգամանքներով քննություն անցկացրեք ու այդ կարագողի աջակցողին տարեք, տադեք։ Եթե արտարադատության մասին ենք խոսում, ինքը չի կարող չէ ունենալ երկակի ստանդարտներ եւ չի կարող լինել սևերի ու սպիտակների արտարադատություն։ Ինքը պետք է հստակ լինի օրենքը գերակա բոլորի համար եւ բոլորը պետք է հավասարապես պատասխան տան։ Պարոն Պողոսյան, երբ որ այդ Նիկոլ Փաշինյանին ասում են, հա, օրենք է խախտում լիազոր համանadrությունը ոտնահարելով միջամտում ես եկեղեցուն կամ այդ խնդիրը բարձրացնում են արտարադատության հետ կապված, ինքը ինչ ասում, երևի դուք էլ լսած կլինեք, ասում է, իսկ որտեղ է սահմանված իմ լիազորություններով ով է ասել, որ ես պետք է գամ այստեղ ասուլիստամ, բայց այս գործերում չեմ կարող միջամտել։ Այսինքն չի տիրապետում, թե իր գործառույթները ինչով է սահմանված։ Կամ էլ հավանաբար այսպես հերթական հայտարարությունը հնչեցրեց։ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդամենը կառավարիչ է։ Ինքը բացարձակապես չի արտահայտում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը, բացարձակապես իր 8 տարվա գործունեության ընթացքում չկա որևէ քայլ, որևէ գործողություն, որը փոխել է մեր ազգային շահերից, մեր պետության շահերից։ Ինքը որպես կառավարիչ յուրաքանչյուր անգամ անում է այն, ինչը իրեն հարմար է գտնում։ Եվ ինքը բացարձակապես չի շարժվում օրենքի եւ գրված եւ չգրված օրենքների շրջանակներում։
Ես ես ավելին ասեմ, ես պայն չեմ ուզում շատ ծավալվել, որովհետև որոշակի ուսումնասիրություններ եմ դեռ անում, վերջին ընթացքում մի քանի անգամ բախվել եմ այնպիսի իրավիճակներ եւ նաեւ քաղաքացիներն էլ էին այդ մասով մեզ թիմը, երբ օրինակ պետական շատ մարմիններ, ոստիկանություն, տակ եւ այլն իրենք չեն առաջնորդվում ըստ օրենքի, իրենք առաջնորդվում են կառավարության նորմատիվ ակտերով, կառավարության որոշումներով։ Եվ իրենց հստակ իջեցված է, որ եթե նույնիսկ կառավարության տվյալ որոշումը օրինակ քաղաքացիական օրենսգրքի հետ կապված խնդիր ունի, միևնույն է քաղաքացիական օրենսգիրքը ծերը չի։ Դու կառավարության որոշումով կանեք այն, ինչը պարտադրված է ձեզ դրանով, քաղաքացին կդիմի դատարան, արդեն ձեր դուք գործ չունեք։ Դա արդեն ձեր գերատեսչությունների ղեկավարներն են պատասխանը տալու կամ դադավորներն են այդ ամենը սվաղելու, այսպես մեղմ ասած։ Այսինքն սա կրկին անգամ բերում է մի իրավիճակի, երբ որ ենթադրենք 4 հոգով նստած թղթախաղ են խաղում, դրանցից մեկը յուրաքանչյուր անգամ պայմանավորված իր ձեռքի քարտերով խաղի կանոնները փոխում է։ Նույն կերպ այսօր Հայաստանի հետ վարվում է Նիկոլ Փաշինյանը։ Լավագույն վերջի ամենաթարմ ապացույցներից մեկը այո եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավանքներն են, որոնք յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպիտ խախտում են, քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների կոպիտ խախտումներ են, այսինքն այստեղ ընկնել եւ փորձել ինչ-որ օրենքի կետից բխող ինչ-որ հայլ գտնել եւ արտարացնել Փաշինյանի գործողությունները չկա։ Ինքը փաստացի եւ սրբապիղծ է եւ քրեական հանցագործ։ Լավ, այս ոտնահարված արդարադատության, այսպես ասած, հա, վերհանումը, վերականգնումը ճանապարհը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հեռացումը։ Համար մեկ գործոնը դա է։ Բայց ինչ է։ Մենք այսօր պետականության անգումները կան, այսպես խիստ հետևելու են, հա, վերականգնելու են։ Տեսեք, հաջորդ իշխանություններն ովքեր են լինելու, այդ ու այստեղ հարց եք տալիս, եթե հաջորդ իշխանության մեջ ես եմ լինելու, հաստատ ես ես երաշխավորում եմ, հենց հիմա ձեր ետերից երաշխավորում եմ, որ նախ Սահակյանի տեսակները կպատժվեն Արցախ հանձնողները անխտիր եւ այդ հանձնելու պրոցեսին նպաստողները միանշանակ եւ օրենքը կվերականգնվի, բայց ես չեմ կարող ասել թե հաջորդ իշխանությունը ով է լինելու։ Այստեղ որևէ մեկը չի կարող ասել։ Ցավոք սերտի խնդիրը այստեղ սա է եւ հետեւաբար մենք ինչի եմ ասում, որ պետք չի այս պահին անցնել առաջ, որովհետեւ այսօր Հայաստանում կա ձևավորված ընդդիմադիր դաշտ, տարբեր այսպես խաղապարներով հավաքված մարդկանցից։ Մի մասի շատ ավելի նվիրյալ է, գուցե իմ ճաշակով մի մասը ոչ, բայց թիմը խնդիրը Նիկոլին հեռացնելն է։ Ձեր ասած այդ ձևավորված ընդդիմադիր դաշտերը այսօր ինչ են անում։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հայտարարություն անում է, դառնում է օրվա այսպես լրահոսապահովող նյուզմեյքեր կարելի ասել, այս մյուսները ընդհանրապես արձագանքող, հենց ձեր նշած այդ ընդդիմադիր շրջանակները։ Ցավոք սերտի ձեր հետ չեմ կարող վիճել, որովհետև այո, այսօր այդ խնդիրը շատ կա։ Բազմաթիվ անգամներ ենք ասել, որ այսօր շատ շատերը շարժվում են ուղղակի Նիկոլ Փաշինյանի օրակարգով։ Դերգուզ միայն նա, որ նստած մեծ մասը այսօր սպասում կամ պատրաստվում են արդեն հերթական ընտրությունների, բայց մինչև այդ պայքարել յուրաքանչյուրից ձևով, այ այսօր ելել եմ, ասենք Նիկոլի ընդամենը մի զինվորին եմ բացահայտում, ներկայացնում, դա էլ է պայքարի ձև։ Մարդիկ արդեն մի տարուց ավել է, նույն Էդգար Ղազարյանը շատ ավելի վաղ ժամանակներից, 2022 թվականից կոռում էին իմպիչմենտ։ Այսինքն մենք գործողությունները պետք, իրական գործողությունները պետք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա վերարտադրվել։ Բայց ախր պարոն Պողոսյան ասում են, որ իմպիչմենտն է իրական գործընթաց չէ, քանի որ այդպես մեծ բացառություն։ Լավ, ես չեմ ուզում այստեղ իմպիչմենտը կողա, թող ուրիշ բան առաջարկեն, թող ժողովրդին կարողանան հանեն փողոց, բայց հանեն այնպես, որովհետեւ ոչ թե ժողովրդի էներգիան բարբի, այլ ժողովրդն տակառակը ավելի շատ էներգիա կուտակի եւ ժողովուրդը հստակ կնա գործողությունների։ Այդ ինչ-որ բան պետք է անել, իհարկե, եթե մենք այսպես նստենք ուղղակի ձեր ասածի պես առավոտ այսպես քնած-հատախ սուրճի բաժակի շուրջ բացենք Facebook-ը, տեսնենք այդ անձը ինչ մեյմունություն է արել եւ դրանից հետո սկսենք ուղղակի կոմենտներ գրել, բնականաբար մենք իրեն կշարունակենք եւ պայել հանրային դաշտում որպես ձեր ասածի պես թիվ 1
Եվ միևնույն ժամանակ մենք կնպաստենք, որպեսզի ինքը ընտրություններին գնա եւ անի այն, ինչ ուզում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ այդ ընտրություններ կոչված է ինքը ամենը ֆիկտիվ ինչ-որ գործողություն է։ Նույնիսկ այսպես վերջերս հետաքրքիր մի խոսք լսեցի, ասեցին ժամանակակից աշխարհում ընտրությունները կազմակերպում են, որպեսզի հեղափոխություններ չլինեն։ Բայց սովորաբարով ընտրություն կազմակերպողը երկրի ղեկավարությունը։ Իսկ ընտրություններ կեղծելու եւ ընտրությունների արդյունքում սեփական արդյունք ստանալու համար կան բազմաթիվ գործիքներ։ Նույնիսկ մենք օրինակ Գյումրիում հիշում եք բարձրաձայնվեց բազմաթիվ անգամներ, որ բուկմեկերական ընկերությունների միջոցով էր գումար բաժանվել ընտրողներին ու շատ այսպես ասած ճագերտավոր իդեալական սխեմա է, որովհետև որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գումարը բաժանվել է որպես ընտրակաշարք եւ ոչ թե այդ մարդու կողմից ենթադրենք շահում։ Այսինքն իրենք այսօր տիրապետում են աշխարհի բոլոր կեղտոտ գործիքներին, որոնք ուղղվելու են Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Ընտրություններին դեռևս երկար ժամանակ կա, բայց մենք տեսնում ենք իշխանական հականերին տրված այսպես մեծածավալ գրանտները։ Հասկանալի է, չէ՞ որ սա նորից գալու է փաշինյանական այլանդակությունները ծածկելուն։ Նույն տեմպով մենք ինչ ենք տեսնում, որ Եվրոպան այսօր ինքը քարտ պլանշ է տալիս։ 15 միլիոն դրամի աջակցություն էր տրամադրել Հայաստանին։ Դրամ թե դոլար։ Հենց ընտրությունների Մենք տեսնում ենք, որ այսօր ընտրությունները արդեն կանխատեսելի է դարձել իրենց համար, կներեք։ Այսինքն իրենք արդեն այսօր գնում են ընտրությունների, գիտենալով ընտրությունների վերջում ինչ թիվ են նկարելու եւ ինչքան մարդ են բանդերը լցնելու։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Պողոսյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք գյումրեցին դեմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։